Զինված ուժերի հետախուզության նոր պետ է նշանակվել գնդապետ Վաղինակ Սարգսյանը։ Այս որոշումը ստորագրել է Հանրապետության նախագահը։ Վաղինակ Սարգսյանը կփոխարինի Աշակ Կարապետյանին, որն ապրիլյան պատերազմից հետո ազատվել էր աշխատանքից։ Նշենք, որ մոտ 2 ամիս զինված ուժերը մնացել էր առանց հետախուզության պետի։ Նոր մանրամասներ են հայտնի դարձել Արցախի զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում հունիսի 17-ին զինծառայողի մահանալու դեպքի մասին։ 19-ամյա Հրանտ Գրիգորյանի հարազատները չեն հավատում նրա մահվան պաշտոնական ինքնասպանության վարկածին։ Զինծառայողի բարեկամներից մեկը Նյուզեյմին պատմել է, որ զինծառայողի մարմնի վրա կապտուկներ են եղել։ Շրթունքը պատրված է եղել, քիթը քերված։ Հարազատները տեղեկացել են, որ Հրանտը մահացել է զորավարժություններ գնալու ճանապարհին։ Հրամանատարին ասել է, որ իրեն վատ է զգում, մյուսների հետ չի շարունակել ճանապարհը։ Հրամանատարն էլ նրան թողել է ու հեռացել։ Հրանտ Գրիգորյանն ընտանիքի միակ տղան էր, իրենից փոքր քույր ունի։ ՀՀԿ-ական падգամավոր Աշոտ Աղաբաբյանի եւ հարկային մարմինների միջև դատական վեճը վերջապես լուծում է ստացել։ Մայիսի 31-ին դատարանը պարտավորեցրել է պետական եկամուտների կոմիտեին վերացնել Աղաբաբյանին պատկանող Հրազդան ստադիոնի տնօրինությանը 60 միլիոն դրամով տուգանելու որոշումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ստադիոնի տնօրեն Գագիկ Ժամհարյանը։ Հիշեցնենք, որ մարզադաշտի տնօրինությունը 1 տարի առաջ դատարան էր դիմել, անհիմն համարելով ՊԵԿ-ի որոշումը։ Նրանց պնդմամբ ՊԵԿ-ն իրենց անհարկի էր տուգանել։ Երրորդ անձի հայտնած տվյալների համաձայն իրենք տարեկան 500 միլիոն հարկ են վճարել պետությանը։ Քարորյա պատերազմի հետևանքով Թալիշից հեռացած տղամարդիկ մտադիր են Թալիշ գումարտակ կազմել գյուղի սահմանային գոտին պաշտպանելու համար։ Թալիշ գյուղի մարտական ջոկատի հրամանատար Միքայել Ապրեսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ գումարտակ կազմելու վերաբերյալ պատասխանատու մարմինների հետ արդեն համաձայնություն է ձեռք բերվել։ Որպես Թալիշ մարտական ջոկատական կոչ եմ անում բոլոր թալիշներին, իմ մարտականների, բոլոր նրանց ում համար թանկ է Թալիշի ճակատագիրը, միանալ մեզ եւ կազմել Թալիշ գումարտակ։ Հիշեցնենք, որ ապրիլի 2-ից գյուղից հեռացած թալիշցիները ժամանակավոր բնակություն են հաստատել Հայաստանի տարբեր քաղաքներում։ Ստեփանակերտում հունիսի 6-ին ծեծի ենթարկված ընդդիմադիր падգամավոր Հայկ Կանումյանը նախօրեին հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Ըստ падգամավորի Բակո Սահակյանն ինքն է զանգահարել եւ առաջարկել հանդիպել։ Հանդիպման ընթացքում Բակո Սահակյանը դատապարտել է տեղի ունեցածը եւ հավաստիացրել, որ մեղավորները կպատժվեն, ասել է Հայկ Կանումյանը։ Падգամավորը նաեւ հայտնել է, որ իրեն ծեծելու գործով կալանավորվածները այն նույն անձինք են, որոնց ինքը ճանաչել է դեպքի օրը։ Սյունիքի մարզում ամուսնության նպատակով աղջիկներ առևանգելու ավանդույթը դեռ պահպանվել է։ Օրերս Գորիսում 25-ամյա Ալիկը իր հորեղբոր որդիների օգնությամբ դատարանի շենքի մոտից առևանգել է 18-ամյա մի աղջկա։ Աղջկա հարազատները դիմել են ոստիկանություն։ 2 օր անց իրավապահ մարմինները հայտնաբերել են Ալիկին եւ ձերբակալել։ Նախաքննությունը շարունակվում է։ Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ստիպված է եղել 1 օրով դադարեցնել իր նախընտրական պայքարը։ Պատճառը հայտնի Ամերիկայի խոհարար ռեստորանների խոշոր ցանցի հիմնադիր Ջեֆրի Զաքարյանի դեմ Թրամփի հարուցած դատական հայցն էր։ Պարզում է Ամերիկահայ խոհարարը հրաժարվել է Թրամփի նոր հյուրանոցում բացել իր ռեստորաններից մեկը, երբ լսել է Թրամփի նվաստացուցիչ հայտարարությունները մեքսիկացիների հասցեին։ Նախագահի թեկնածուի կարծիքով Զաքարյանն իր այդ քայլով իրեն $10 միլիոն վնաս է հասցրել, որն էլ գործարարը պահանջում է հայտնի խոհարարից որպես փոխհատուցում։ Այս շաբաթ դատարանում ցուցմունք է տվել անձամբ Թրամփը։ Դոլարի փոխարժեքն այսօր նվազել է, իսկ մյուս 3 արտարժույթներինը աճել։ Դոլարի փոխարժեքը կազմել է 475, ռուբլունը 7.15, եվրոյինը 530, իսկ ֆունտինը 674 դրամ։ Հունիսի 19-ին Երևանում օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Գիշերը եւ օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է 15-ից 17, իսկ վաղը ցերեկը 25-ից 27 աստիճան տաքություն։